Պարոն Սիմոնյան, եպիսկոպոսները երեք Նիկոլ Փաշինյանին հանդիպեցին, իշխող թիմից ողջավորություն էր, որ նորոգում է եկեղեցին, բայց մեծ թվով եպիսկոպոսներ նշում են, որ իրենք մայրաթորը կողքն են, վեհապարը կողքն են։ Չեք շտապել հայտարարություններում եւ արդյոք կարող եք մի քանի այտենց հայտարարությունները։ Չէ, ես տենց հայտարարություն եմ, որ ասում եք շտապել եք, ինչ եք, իշխանությունից ում գնացեք իրան հարցրեք, քաղաքական գործիչ եք։ Ինչ են քննարկում։ Պարոն Ալեքսանյանը ստեղ է, համեցեք հարցրեք։ Ես չեմ կարող պարոն Ալեքսանյանի տեղը պատասխանել, պարոն Ալեքսանյանը իր գնահատականն ա տվել, բայց դա ես կարծում չէ, ես ոչ մի բան չեմ գտնում, ես գտնում եմ, որ ակնհայտ է, որ վերջացել է այդ կինոն։ Բայց ինչ են քննարկում։ Այսպես ասած, չգիտեմ ինչ են Պարոն Սիմոնյան, ձեր համար հիմա բոլոր հարցերին ոնց ես միաժամանակ ունեցող օֆշորային սկանդալների մեջ հայտնված հոգևորականը մասնակցի, ինչպես դուք եք ասում, եկեղեցու նորոգմանը։ Լսեք, ինչ է նշանակում եկեղեցու նորոգմանը։ Ուզում հասկանամ։ Ես այդ մարդուն որպես նոր կաթողիկոս բնականա չեմ տեսնում եւ դա իմ համար անկրնելի հարց է։ Թե ինքը ինչ մասնակցություն կունենա, թե այդ ձեր նշած փաստերը ինչ հետևանքներ կունենան, ես որևիցե բան չեմ բացառում։ Իրանունը Տիգրան Սարգսյանի հետ կապվում էր օֆշորային սկանդալով։ Ինչ եք առաջարկում, մարդը գործող եկեղեցում պաշտոնյա է եւ ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկն է։ Աղքատության ուխտը, դա ինչու չեք բարձրաձայնում։ Ես նորից եմ ասում, ըստ մամուլի դուք բարձրաձայն եք, հələ գնացեք մի հատ այդ, մենք որ բարձրաձայնում եք, դուք ասում եք դուք եք զբաղված եկեղեցու նորոգմամբ իշխանությունը։ Դուք էլ զբաղված եք մեզ ասելով, որ մի մտեք դա ձեզ չի վերաբերվում։ Հիմա քիչ եք մտնում։ Մի րոպե։ Դե ես կարամ հեսա կպատասխանեմ։ Դե ես կարամ ձեզ ստանդարտ ձևերով պատասխանեմ, ասեմ, եթե դրա հետ կապված պետական որևիցե իրավապահ մարմինում դիմում կա, թող այդ դիմումը ընթացք ստանա։ Ես փորձում եմ ձեզ ճիշտը պատասխանել, ես փորձում եմ ձեզ պատասխանել քաղաքական տրամաբանության մեջ մշտապես։ Ասում եմ, քաղաքական առումով պարոն Կճարյանի հետ կապված մենք որևիցե քաղաքական բանավեճի բանակցությունների մեջ չենք։ Ինքը գործող պաշտոնյա է, ինքը իր կարծիքն է հայտարարել, ինչպես նաև մնացած եպիսկոպոսները։ Ես հարգանքով եմ մոտենում իր հայտնած կարծիքին, ողջունում եմ իր ու մնացածի գործողությունները եւ հաջողություն եմ մաղթում։ Եկեղեցին պետք է մաղթել Կճոյանից։ Իսկ ինքը համապատասխանում է հոգեվորականի ես խոսում եմ մենակ այն բանի մասին, որին տիրապետ ունեմ։ Ես արդեն ասացի, ես իր փայլակի հարցի նաև բնույթից ելնելով ես չեմ տեսնում, որ նման մարդը կարող է կաթողիկոս լինել։ Լսեք, հիմա դուք ուզում եք, որ ես Միջանցքում ազգային ժողովի կանգնած շախմատային ֆիգուրների պես թեկուզ մտովի տենց տեղաշարժումներ անեմ, ես դա չեմ անելու, որովհետև ես որն եմ սահման, որն ակնհայտ է, մի րոպե, ակնհայտ է, չէ, որ կտրիչը ուխտադրուժ է, ժողովուրդ, եկեք խնդիրը կանում եմ, որ բոլորը անընդհատ հարց եք տալիս, բոլորը Ես չեմ կարող տալ, բոլորը տալիս են, բայց ես չեմ կարող տալ։ Եկեք հերթով բան անենք, էլի խնդրում եմ։ Ես տվեցի արդեն հարցը։ Չլսեցի Ռուզան ջան, նորից դուր Ես ասում եմ, հիմա Ռուզան հաստ։ Հա, ես ասում եմ, որ դուք խնդիր եք դրել եկեղեցու հիմնական հիմքը, որը արշավ իրականացում կաթողիկոսի դեմ, դա կուսակրոնության ուխտը խախտելն է։ Հիմա դուք հավաքել եք հոգևորականների եւ Փաշինյանը հանդիպում է հոգևորականների հետ, որոնց մեջ ըստ մամուլի կա նաև կուսակրոնությունը խախտած հոգևորական։ Ինչպես եք մեկի մեղքով մյուսի մեղքը մաքրում, պարոն Սիմոնյան։ Իսկ նախ ով ասեց, որ մենք հավաքել ենք ու ով ասեց, որ մեկի մեղքով մենք մյուսը մաքրում ենք։ Այսինքն ուզում եք ասեք, որ մեկի համար այդ ուխտադրույժը ներելի է մեր ընկալմամբ, մեկի համար տենց չի, չէ, տենց չի։ Մեր համար դա ներելի չի։ Խոսքը գնում է նրա մասին, որ իրանց ներսում process է սկսվել եւ այդ process-ի հիմքերում դուք գիտեք ինչ փաստաթուղթ է դրած եւ վարչապետը հանդիպել է եւ իրանց հետ քննարկել է այդ process-ը եւ իր գոհունակությունն է հայտնել, որ process է սկսել։ Թե հիմա այդ process-ի վերջում այդ սենյակի մեջ կմնա մի հոգի, 10 հոգի, 5 հոգի կավելանա, թե բոլորը կմնան, դա ժամանակի եւ գործընթացների հարց է։ Ես հիմա ոչ կարամ կանխատեսեմ, ոչ կարամ որևիցե մեկին այս պահին, այդ սենյակում գտնվող ինձ թույլ տամ գնահատական տալ, որովհետեւ իմ համար այս պահի դրությամբ ֆիքսված երկու բան կա։ Հայտարարվել է, որ գործող կաթողիկոսը Կտրիչ Ներսիսյանը խախտել է իր ուխտը, այսինքն ունի երեխա, հրապարակվել է համացանցում լրագրողները հրապարակել են
լուսանկար, ինքը դա չի մերժել, չի հերքել, որտեղ նման բան կա, ինչպես նաև շատ ամոթալի բան է հայտնվել համացանցում, որը ես չեմ ողջունում ու շատ դատապարտում եմ, կապված Արշակ Սրբազանի հետ կապված, որը նույնպես այս պայծրությամբ փաստ է, մնացածը ոնց կգնա Հիմա Շողիկ ջան, գործընկերներ արդեն դժգոհում են քեզանից։ Խնդրում եմ, արի խնդրում եմ, էլի չգիտեմ, նույնիսկ չեմ լսում։ Չէ, մի րոպե, 24 լսում։ Արդյոք չի եղել նրանց նկատմամբ, որովհետև նրանք ընդամենը մի քանի օր առաջ կամ ամիսներ առաջ լրիվ այլ բան էին ասում եւ ասում են վեհապարի կողքին ենք եւ այս գործընթացը ոչ թե կաթողիկոսի դեմ է, այլ Փաշազադեից ուղղորդված գործողություն է եւ հանկարծ այդ նույն սրբազանները հիմա այլ ինչ-որ նամակ են գրում Փաշինյանը։ Ես համարում եմ, որ ինֆորմացիան, որ անընդհատ գալիս է եւ գործընթացները, որոնք որ տեղի են ունենում, հա, դա տեսեք դուք սկզբից ասում էիք, դուք գնացիք կեղծ պատարագ արեցիք, Տեր Արամը կարգալույց է, հետո մենք գնացինք այլ եկեղեցում պատարագի, որտեղ արդեն ոչ կարգալույց եղած մեկներ պատարագ անցկացնում, ասացիք, հեսա իրան կարգալույց կանեն եւ այս պատարագը վերջացնեմ։ Եվ այս պատարագը նույնպես դուք կարողանաք մեկնաբանել որպես, չգիտեմ, ինչ-որ անօրինական բան, հետո թեմի առաջնորդը եկավ, հետո երկրորդ թեմի առաջնորդը եկավ, արդյոք սա ճնշում է։ Հետո շատ մարդիկ հավաքվեցին, հետո տեսանք, որ ավելի շատ մարդ հավաքվեց, հետո մարդիկ տարբեր գյուղերում, տարբեր մարզերում սկսեցին մոտենալ։ Ինձ թվում է այս ճնշումը կա, հա, եւ այս ճնշումը, ես ցավում եմ, որ այս ճնշումը, ճակերտավոր ճնշումը, միայն եպիսկոպոսների գիտակցության վրա է ազդել, իրանք տեսել են, որ այո, իրոք խնդիր կա եւ այդ խնդիրը մեծ է, որովհետեւ իրականում այս ճակերտավոր ճնշումը կտրիչ Ներսիսյանին պետք է անհանգստացներ, որովհետև ակնհայտ է, որ այլևս եթե նույնիսկ վաղ ընտրություններին եւ մենք իշխանություն չլինենք, այլ իշխանություն կա, այլևս ակնհայտ է, որ անհնար է եւ նույնպես բանը վաղաշաբաթի ընտրությունները, հա, երբ որ բոլոր Ռուսաստանաբնակ տարբեր կերպարներ, ընդեղի դաշնակցական ուժեր, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ուժերը, եկեղեցականները ցուցադրաբար գնացին, քվեարկեցին, իսկ մենք 57-58%-ով այնտեղ հաղթեցինք, սա նույնպես ճնշումը։ Սա, եթե Կտրիչ Ներսիսյանը չի հասկանում, ես կարծում եմ, որ սա եւս մի պատճառ է, որ ինքը եթե այդքան բանը չի հասկանում, ինքը հաստատ իր տեղը չէ։ Փաշինյանը կոմպրոմատներ է հավաքել եկեղեցականների դեմ, դրա համար լսեք, եթե տենց է, ուրեմն մենք դրա մասին ընդհանրապես որովհետև եթե պայմանական, հա, եթե պայմանական կարա մեր երկրի ղեկավարը կամ ինչ-որ իրավապահ մարմին իրենց վրա կոմպրոմատ հավաքի, դուք էլ տենց բան ունեք, չէ՞, սովորությունը, ոնց էր անունը այդ մարդու, որ ասում եք Փաշազադա, չէ՞։ Փաշազադեն, ուրեմն Փաշազադեն 10 անգամ ավել կոմպրոմատ ունի իրենց վրա։ Եթե տենց, հա, ուզում եմ հասկանամ, դուք ձեզ թույլ եք տալիս, անձամբ դուք հարգելիս, անձամբ դուք որպես լրագրող, սա էլ երկրորդ անգամ է, նաև վարչապետին եք հասցնելու, ասում եք, բանը, Ադրբեջանի այսինչ ղեկավարը, եկեղեցու ղեկավարը, ինչ որ այա, նոր ասեցիք, որ Փաշազադեի հետ կարամ պատասխանեմ վատ, սխալ, բայց պատասխանեմ ձեր հարցին, թե չգթե գնամ։ Հետո կասեք ես դեռ չեմ։ Հիմա ինչ եք հարցում, Փաշազադեի անունը ով տվեց, դուք թե ես։ Ես այդ մարդու անունը ձեզնից եմ իմացել։ Իրենք ասում են, որ Փաշազադեից ուղղորդված պրոցես է։ Հիմա հարց եմ տալիս, եթե Հայաստանի Հանրապետության իրավապահը պայմանական ենթադրենք կարա կոմպրոմատ ունենա ինչ որ մեկի վրա, բա այդ ձեր նշած անձնավորությունը Փաշազադեն կարող է մի 5 անգամ ավելի շատ կոմպրոմատ ունենա։ Իհարկե կարող է ավելի շատ կոմպրոմատ ունենա։ Իսկ ի՞նչ է սրանից բխում։ Սրանից որ բխում է, որ ամեն ինչ որ տեղի է ունենում, ճիշտ է։ Հիմա դուք ասում եք, հիմա դուք ասում եք, խոսում եք, որ իշխանությունը ինչ որ ճնշում է գործադրում, որտեղ կոմպրոմատ ունի, հա։ Դե ստացվում է, որ հակառակորդ որևիցե ճշնամական ձևով տրամադրված որևիցե երկիր կարող է մեր բարձրաստիճան եկեղեցականի վրա կոմպրոմատ ունենա եւ այս դեպքում չասի, որ հրաժարական տուր, այլ ասի կլինի դուք օրինակ պայքարեք գործող իշխանության դեմ, որտեղ գործող իշխանությունը մեզ ձեռ չի տալիս։ Հիմա սա խնդիր է, թե խնդիր չի։
Այսինքն մենք քննարկում ենք կոմպրոմատը Հայաստանի Հանրապետությունում ինչ որ մեկը ունի թե չէ, բայց չենք քննարկում, որ այդ կոմպրոմատը կա։ Այսինքն կոմպրոմատը որ կա, մեր մոտ կոնսենսուս է։ Անինա, հետո դու։ Նորը պատասխանեցի եթե։ Ես օրինակ Կոտայքի թեմի առաջնորդով հայտարարության տակ ստորագրել ինքը կուսակրոնության ուխտը խախտել է։ Լսեք, Անի ջան, ես իմ նախկին գործընկերների վերաբերյալ նման մեկնաբանություն չեմ կարող տալ։ Դուք պարոն Քարամյանի հետ կապվեք, իր հետ խոսեք։ Ես իր ընտանիք, իր անձնական կյանքի հետ կապված, որևիցե առավելևս անցյալի հետ կապված, այն դեպքում, որ հիմա պետության մեջ որևիցե ձևով խնդրում, բայց ես ճիշտ ես համարում, որ ես ինչ որ հիմա մարդուն, որը որ ստեղ չի, որը որ պաշտոնյա չի, ես իր ընտանիքի հետ կապված մեկնաբանություն տամ։ Ես դա չեմ անելու։ Ես իմ կարծիքը ընդհանուր գիտեք բոլորը ես այդ նույն տրամաբանության մեջ եմ, բայց խորանալ առավելևս ես մանրամասները չգիտեմ, ձեզնից եմ լսում, ես ինձ կոռեկտ չեմ համարում։ Շողի, Անի ջան, չեմ ճանաչում Գևորգ Սրբազանին, անձամբ չեմ կարող ներողություն ավարտեմ։ Ձեր կարծիքով մի անձնավորություն, մի Սրբազան, ում կյանքը փրկել է վեհապարը, հիմա Նիկոլ Փաշինյանի առջև խոնարհվում է եւ ով է խոնարհվում, չեք տես բաներ ասում, չեք ոչ մեկ դրանք կադրերում են, որոնք ոչ մեկ բոլորը խոնարհվում են միայն իրանց ծնողների, իրանց հարազատների, շիրիմների եւ Աստծո առաջ մենք որևիցե մեկի հետ կապված նման հարցեր տալը կարծում եմ կոռեկտ չի։ Այդ մարդիկ արել են որոշում են կայացրել, արել են գործողություն, որը որ նույն նպատակը ունի, ձեզ թվում է կտրիչը, ասեմ կտրիչը, կաթոլիկոսը չէ, ձեր ում չէ, Կճոյանը կամ ում անունը տվեցիք, որ ասեցի չէ, հա, ձեզ թվում է այդ մարդիկ բոլոր այն գործողությունները, որոնք որ անում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կամ վարչապետ Նիկոլ Փաշինյան կամ Ալեն Սիմոնյան իրանք այդ ամեն ինչի հետ համաձայն են, իրանք էլ ինչ-որ բաների հետ համաձայն չեն եւ իրանք էլ ամենայն հավանական թող վայ անի դե հա ում ուզում ես ավելացրու, բայց արի հասկանանք ով է խոսում։ Իդեպ ինչի ես խոսում, իսկ ինչի ես խոսում, չէ, կխոսամ դրա մասին, սպասել։ Այդ բոլոր մարդիկ տենց ուրախ են եւ գնում են Նիկոլ Փաշինյանին ընտրում ընտրությունների, կարող է եւ չէ, բայց կա խնդիր, որի շուրջ այդ մարդիկ հանդիպել եւ խոսել են։ Շողիկ, հետո փայլակ։ Պարոն Սիմոնյան, հա ես ապակի որտեղ շունչս կտրվում։ Ձեր հռչակած օրակարգը եկեղեցին ազատել են հոգևորականներից, որոնք խախտել են կուսակրոնության ուխտը եւ ինչ որ ուրիշ ուխտեր, այդ մասին չեք ասում, օրինակ աղքատության, բայց կուսակրոնության ուխտի հետ կապված մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որ խախտել է նաեւ Կոտայքի թեմի առաջնորդը։ Հիմա Կոտայքի նույնպես չհերքված տեղեկություններ։ Հիմա ամիսներ շարունակ այդ մասին այդ օրակարգով եւս լուսանկարներ կան եւ այլն։ Ինչու օրինակ դուք իշխանության մյուս անդամները չեն բարձրացնում նաեւ այն հոգեվորականների անունները, որոնք եւս ըստ մամուլի խախտել են կուսակրոնության ուխտը։ Սա արդյոք չի նշանակում, որ ընտրողաբար եք մոտենում, այսինքն ովքեր ձեզ աջակցում են, իրենց վերաբերյալ հայտարարություններ անում եք, որ խախտել են, ովքեր որ չեք խոսում, իսկ ովքեր հակառակը դուք համարում եք, որ պետք է հեռանան։ Նախ եկեք կոչենք դա պայմանականորեն վեթինգի համակարգ, գործընթաց, հա, եւ երբ որ մենք խոսում ենք վեթինգի մասին, այդ վեթինգը հիմնականում պետքա իրականացնեն այն մարդիկ, ովքեր որ այդ համակարգի մաս են եւ մաքրեն այդ համակարգը ներսից։ Չէ, բայց դուք էլ եք այդ աշխատանքը։ Շողիկ, եւս մեկ անգամ ինձ ընդհատեցիք չկա։ Շողիկ, կարող է շատ սխալ բա, կարող է սուտ եմ խոսում, բայց դա քեզ չի վերաբերվում, դու պետքա լուսաբանես։ Հետո մյուս հարցի մեջ կասես հանցալ անգամ անընդհատ ինձ ընդհատելով ես հիմա չեմ հիշում դու հարցը ոնց տվեց ես հիմա նստած ընտրողաբար եք մոտենում մենք ընտրողաբար չենք մոտենում Ես բարձրաձայնում ես հրաժարվում եմ պատասխանը որովհետև անընդմեջ է դա տեղի ունենում մի անգամ չէ դու անընդմեջ թող խոսեմ թող սուտ ասեմ վատ բան ասեմ սխալ բան ասեմ բայց Իսեր Աստծո, թող վերջացնեմ խոսքս Նիկոլ Փաշինյանի հիասթափել չի փրկում խանգարում է միտքս կտրում է Նիկոլ Փաշինյանը ինձնից չի հիասթափվել, այդպես բան մամուլներ գրել այդ մասին այսօր։ Ես կասեի մամուլներ գրել։ Շնորհակալություն։